Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-971-3321 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող հրապարակախոս Ռուզան Ասատերյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Ասատերյան։ Բարի ողջույն։ Հանդիպում ենք հետընտրական Հայաստանում, որտեղ դեռ կրքերը կարծես թե թեժ են, դեռ չգիտենք ինչ զարգացումներ հնարավոր է որ լինեն, բայց գիտենք այն ինչ որ հիմա ունենք ընտրության արդյունքներ, ունենք վերընտրված Նիկոլ Փաշինյան, վարչապետ։ Մի խոսքով այս եք պատկերացնում այս ընտրություններում, այս ընտրությունները կարծես թե ոմանց համար հույս էր, որ ոմանց համար ինչ-որ ծրագրեր իրականացնելու հույս էր, ապրելու հույս էր, ապագայի հույս էր, Հայաստանը այլ կերպ տեսնելու հույս էր, ինչ եղավ, Տիկին Ասատերյան։ Ուրեմն սկսեմ նրանից, որ այս նախադասությունը ուզում եմ ասել ամբողջի մեջ, որ հայրենիքը անփոխարինելի բարձրագույն արժեք է։ Այսօր ինչ կատարվում էր Հայաստանում, պետք է ելնեի նրանից, թե այս մեր արածը, սրա արդյունքը, ինչ պետք է տա Հայաստանին, որքանով մենք ոչ թե ետընթաց, այլ առաջընթաց պիտի ունենանք եւ մեր պաշտպանվածությունը լինի իր մակարդակի վրա։ Մինչև խոսքը սկսելը ես պետք է անպատճառ շնորհավորեմ 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բոլոր այն անձանց, ովքեր որ ընթացիկ ժամանակաշրջանում կլինեն խորհրդարանում եւ կիրականացնեն իրենց պարտականությունները։ Սիրելի բարեկամներ, շատ մեծ դժվարությամբ պատնեշները հաղթահարվեց եւ դուք գնալու եք խորհրդարան։ Ես ձեզ ուժ ու կորով եմ մաղթում։ Խորհրդարանը վայելելու, խորհրդարանը պաշտպանելու բարձր ազգային արժանապատվություն, երկրին նվիրում, մարդկանց նկատմամբ մարդկային հոգատարություն, արտաքին դիվանագիտության հարցերում անշտապողականություն, Հայաստանի Հանրապետությանը, նրա իրավունքներին, տարածքներին, ազգաբնակչությանը ազգային նվիրում։ Այս բոլոր երևույթներով եւ շատ հարցեր կան, որոնք հետագայում ես կամ իմ ձեռագրով կարտահայտվեմ կամ դարձյալ Նոյան Տապանի հետ համագործակցելով անպայման ելույթներ կունենամ ձեր գործերի մասին։ Ես հույս ունենամ, որ այս խորհրդարանը իր բովանդակությամբ, իր աշխատանքային ոճով տարբեր կլինի նախորդից։ Եթե նախորդները երբ սկսում էր ազգային ժողովը, սկսում էին տարբեր հարցեր առիթ որոնել, ես լավն եմ, դու վատն ես։ Ամբողջ այս երկու բառերի միջև ընկած խոսակցություններ էր եւ դրված հարցը ուղակի իրենք ենթարկում էին այսպես ուղակի հարցը չէր լուծվում եւ ժամերով քրքրում էին դա իրար վրային հարցակվում վարկաբեկում էին միմյանց քանի անգամ եմ ելույթ ունեցել այդ մասին աստված մի արասցե որ հանգարց այս խորհրդարանն էլ այդ մակարդակն Բայց մարդիկ կարծես թե չեն փոխվել Տիկին Ասատերյան նույն դեմքերն են նույն դեմքերը պետք է իրենց փոխեն, պետք է փոխեն, չի կարելի։ Այստեղ նույն ուժեղ Հայաստանը եւ ինչ են ուզում ազգային մեր խորհրդարան մտնելով։ Նրանք, ովքեր որ այսօր այսպես ջանադրորեն եկան, ո՞րն է իրենց նպատակը։ Նպատակ պետք է ունենան։ Նպատակը միակն է։ Հայաստան կոչված այս երկիրը, որը մեր ապաստարանն է, հայերիս ողջ աշխարհի հայության բնորանը, այդ երկիրը հզորացնելը, հայոց պետականությունը հզորացնելը պետք է լինի իրենց նպատակը, թե չէ իրենք տեղով հզոր են, իրենց կայունությամբ, իրենց նյութական միջոցներով եւ ամեն ինչով, ովքեր որ եկան հիմա որպես ընդդիմություն, պետք է մտնեն։ Ուղղակի ճիշտ է, իրենք անցան, ընդդիմությունը փաստորեն կարողացավ տեղ գրավել, բայց ես ասեմ այս ընդդիմությունը մեր ազգային ժողովում լուրջ մտածելու տեղիք պիտի տա, որովհետև սա Ռուսաստանի ձեռագիրը շատ ամուր է եւ ինչ էր որ անցկացնեն, ինչ թեմա թրիպից սկսած մինչեւ վերջին ճանապարհներն ու
հաղորդակցությունը, մինչև Եվրամիություն եւ մյուս գործոնները եւ այլն, ուրեմն դրանք նախ եւ առաջ հաշվի են տալու Ռուսաստանին, հետո նոր Հայաստանին։ Այսինքն Հայաստանը կիսվում է երկու մասի՝ մի մասը դեպի ռուսական օրիենտացիայի տակ, մյուս մասը Հայաստանի հայ ժողովրդի համար։ Մեր վիճակը, մեր անելիքը ինչ է լինելու։ Մենք քանի որ այս բոլորի մեջ շատ այսպես պատվով, շատ խոնարհաբար մենք կատարեցինք բոլորս մեր պարտքը, գնացինք ընտրության, բայց ընտրապրոցեսում եւ դրանից առաջ շատ թերություններ եղան, սարսափելի շատ։ Սա ես միշտ կոչ էի անում բարեկիրթ պայքարի, հարկավոր էր չնսիմացնել դիմացին։ Շատ բարեկիրթ Ուրեմն պայքար եք այս ունեցել։ ընթացքում ձայների փոշիացման, հազարավոր ձայներ փոշիացվել են։ Պատճառը միայն այն էր, որ յուրաքանչյուր առաջին, երկրորդին արդեն կամ նախորդին վարկաբերում էր մինչև վերջ։ Այ ինչ ասես, ինչ եղել է նրա հետ, ինչեր են արել, այս բոլորը ջրի երես հանեցին։ Մենք չգիտեինք, որ դուք մեզ ասում էիք, իհարկե գիտեինք։ Եվ դրա համար շատերը գերադասեցին, որ ոչ այս, ոչ այն, ոչ այն, ավելի լավ է իրենց իմացած մարդուն ընտրեն, որը քիչ թե շատ ժողովրդի կողքին կանգնած անձ է, քան նրանց, ովքեր պետք է գան ներկայանան որպես ժողովրդավար եւ ինչ որ գործեր անեն, որը կանեն չեն անի։ Մնացած բոլոր ուժերը նպաստեցին, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Գուցե ես որ ասեմ այդպես եմ մտածում, դա իմ կարծիքով։ Այո, ամեն ինչ արվեց եւ այդ վարկաբեկումներով եւ իրենց խոսքերով եւ եկեք ընդունենք, որ վարչապետն էլ չմնաց զերծ այդ հռետորաբանությունից, այդ ոչ միայն չմնաց զերծ, այնպիսի քայլեր էր անում, որը առիթ էր տալիս, որպեսզի հենց իրենք շարունակեին, պետք չէր։ Հիմա ինչ եղավ, եղել է։ Հիմա ժողովուրդը վախենում է, օրինակ ես որ գալիս էի ճանապարհին, ծանոթ մարդ տեսավ ինձ, ասեց ինչ է կարծում Տիկին Արսատրյան, այս հետ ընտրական աժոտաժ այսպիսի բաներ կլինեն, թե չէ նորից փողոց դուրս գան եւ այլն, ասացի ես չեմ կասկածում։ Ես ավելի շուտ կասկածում եմ, որ նման քայլերի կգնան, որովհետեւ կպարզվի, թե ինչ արեցին իրենք անցնելու համար, այս անգամ կքրքրեն եւ կհանեն այն բոլոր պայմանները, այն բոլոր ոչ անհրաժեշտ, ոչ օրինական, այն բաները, որոնք այսօր իրենց բերեցին ազգային խորհրդարան։ Ինչ է նշանակում մեր հայրենակիցները, որոնք Աստված գիտի թե Ռուսաստանի որ ծայրամասում են ապրում, այս օրերին լսվել էին հազարներով, եկել էին Հայաստան։ Նույնիսկ 44 օրյա պատերազմի ժամանակ այդպես չեկան, չուզեցան գալ, բայց հիմա եկել էին քվեարկելու Ռուսաստանի թեկնածուի համար։ Պատերազմ չէ եկել, բայց այդ մարդիկ գումարով են օգնել, դրսից որոշակի ներդրումներ են ունեցել։ Ընդ որում մեկի մասին խոսում են, որ բանակաշինության հետ կապված բավականին ներդրումներ ունի։ Հենց մեր գուցե ամբողջ հայոց ազներ ոտքի ելել մենակ իրանք չէին, իսկ իրենք ինչու պիտի անպակաս մնային։ Եթե այսպիսի օրերին իրավունք ունեն իրենք պահանջելի, որ իրենք Հայաստանի գրանցում ունեն եւ պարտավոր են անպայման մասնակցել քվեարկությանը, հասկանալի է։ Ինչ անել, այդ մարդկանց թույլ չտանք միջամտել մեր երկրի ընտրությունները։ Ես չգիտեմ, պետք է օրենք մշակվի, ով 2-3 տարի Հայաստանից բացակայում է, Հայաստանին հարկ չի մուծում, Հայաստանի տնտեսական գործերին իրավական, քաղաքական գումար են ուղարկում, այդ գումարը այստեղ շրջանառության մեջ է որոշակի օրենք պետք է լինի, որպեսզի կարողանան կարգու կանոն մտցնել։ Այլապես տեսեք ինչ կատարվեց։ Փաստորեն ռուսական պետությունը, որ այդքան պայքարում էր Հայաստանի, իհարկե, նույնիսկ Մոլդավիայում ասում է, այսպիսի պայքար Մոլդավիայի իշխանության հեղափոխության դեմ չի եղել։ Հայաստանում դա սարսափելի վիճակ է, սա ոչ թե Հայաստանի ընտրությունն էր, այլ աշխարհաքաղաքական ընտրություն էր սա։ Որովհետև այն անձինք, ովքեր որ կողմ էին Փաշինյանի, տարբեր երկրներ, տարբեր պետություններ այս ընտրությանը ուրեմն
անօրինական ապօրինի կարգով հերվից հերու գուցե նաև ոչ հերվից հերու իրենց գործակալները իհարկե Հայաստանում ահա որ սարսափելի չափով վախտում էին մինչև ընտրությունները ուրեմն տեսեք փաստորեն եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Ռուսաստանը եւ Ամերիկան եւ Եվրամիությունը եւ Ֆրանսիան մի խոսքով նույնիսկ Հնդկաստանը այս բոլոր պետությունները ուրեմն ուշադիր ուշով հետևում էին Հայաստանի ընտրություններին, որտեղ խնդիրներ կա։ Հայաստանը ինքը դարձավ արդեն Եվրամիության հետ այս վերջին կապից հետո դարձավ աշխարհաճանաչ, աշխարհաքաղաքական մի ճանապարհ, Եվրոպան Ասիայի հետ կապով մարտհամակային ամենակարճ ճանապարհը, որը ձեռնտու է բոլոր այն պետություններին, որոնք ապագայում ուզում են զարգացնել իրենց երկրները, իրենց առևտրական գործերը եւ հզորացնել իրենց պետությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ինչպես պետք է հզորանա։ Մենք պահանջում ենք հզոր պետություն, հզոր։ Այդ հզորությունը ում միջով պիտի գա։ Հիմա ես մտածում եմ, որ այս հզոր միջոցների տեր ազնվորությունները, որոնք գալիս են Հայաստան, որոնք մտնելու են խորհրդարան, վաղը ինչ ծրագիր են մշակում Հայաստանի պետության հզորացման համար։ Մոռանան ամեն ինչը։ Մոռանան թե ինչ են եղել, ովքեր են եղել, ինչպիսին են եղել, իրենք սխալ են եղել, թե ճիշտ են եղել, հանցագործություն արել, թե չեն արել, այս բոլոր բաները մի կողմ պետք է դրել եւ մեր ազգային խորհրդարանը որպես հայոց սրբարան, բարձրագույն մարմին, վերջապես Հայաստանը խորհրդարանական պետություն է, որի յուրաքանչյուր ծրագիրը պետք է գնա ժողովրդի արյան մեջ, ժողովրդի գործունեության մեջ եւ մեզ հույս տա։ Վերջապես առաջին խնդիրը հայոց պաշտպանվածությունն է։ Ինչ են անելու իրենք այդ պաշտպանվածության համար։ Արդյոք բանակը իրենց ուշադրության կենտրոնում է։ Փառք Աստծո մենք տեսանք բանակի այո ներկայացրեցին բավականին մեզ հուսադրեց որ գոնե այդքան բան ունենք գոնե ունենք այո եւ մարդիկ կամ որ ասում են բան չունենք այդտեղ ինչ է ոչ պաշտպանական զենքեր ունենք ոչ եղածն է բավարար պաշտպանելու համար ես ուզում եմ ասել որ փակեք ձեր այդ բերանները փակեք մենք ամեն ինչ էլ ունենք սահմաններն են լավ պաշտպանված մեր սահմանները մարդիկ նաև կան այստեղ զինագործներ ունենք տեղական մեր ազգային մենք ամեն ինչ ունենք այնպես որ եկեք այդ մասին մի խոսեք ժողովրդին էլ մի հուսահատեցրեք եւ մեր բանակն էլ պատրաստ է ես ասում եմ որովհետեւ ինձ էլ էին գրել թե դուք ոգևորված եք այդ շքերթի ցուցադրումով ես ասեցի իհարկե ես ոգևորված եմ որտեւ այն ժամանակները 90-ական թվականներին նույնիսկ նետո աղեղով էին կռվել տղերքը, որ այդպիսի մի նկար ունեմ իմ խմբագրած հայկազուն թերթում սկաուտների, հենց առաջի էջում էլ դրել էի, նետո աղեղը զինվորի ձեռքին խնդրել էի պատասխանատու քարտուղարին, որ հաներ, նույնիսկ գիծ էի գծել, ինքը մոռացել էր չէր հանել, ու դա դարձավ վերջում ինձ համար շատ թանկ նկար, որովհետև մեղրի զորամասից էին դրանք։ Այսինքն մարդ, որը տեսել է նետո աղեղ զինվորի ձեռքին կամ կոտրված հրացան, որոնք Տիգրան Մեծ գնդում, ես այնտեղ էի նստում խմբագրությունը եւ շաբաթը մեկ անգամ տղաներին ռազմաճակատ էին ճանապարհում փոխարինում էին նրանք գնացածներին հրացաները որ բաժանում էին ջարդած կոտերով հրացաներ էինք տալիս զենք չունենք այդպիսի զենքերը տեսնող անձը իհարկե կհպարտանա այն զենքերը որ ես տեսա եւ դրանք հենց պատահական չէին բերել լավ իմացեք այդ զենքերը որ բերվել են ինձ ասում էին իսկ մասնակիցներ կան կարող է պատահին չկարողանան օգտագործել իհարկե կան նախապես երբ որ գնում են բերելու նրանք ջոկատներ են տանում սովորացնում են այդ զենքերին վերջապես ամեն մի զենք ունի իր գունդը, իր ջոկատը, որը տիրապետում է այդ մասնակցությանը։ Եվ շատ ուրախ եմ, որ այդպես է։ Եվ միաժամանակ ասեմ, որ մեր սահմանները նաև, այո, այսօր կառուցված են համապատասխան գնբետները, համապատասխան մի խոսքով այնտեղ շատ լավ է։ Ես չեմ ուզում շատ մանրամասներ ասել, գիտեք որ այդ գործի մեջ ժամանակ է խրվածի եւ գիտեմ թե ինչեր է կատարվում։ Ուրեմն մենք ունենք, ամեն ինչ ունենք, դա պետք է ընդարձակել։ Ինչքան կարող են, հիմա այս ազգային ժողովը գալիս է, այնտեղ կլինի ռազմական խորհուրդ, տարբեր հանձնաժողովներ կլինեն, ուրեմն թող այդ հանձնաժողովները ամեն մեկը առաջի հերթին նախ գիտության, կրթության ուղղությամբ շատ տրամադրված լինեն, որպեսզի հայ երիտասարդը կարողանա
կիրթ լինել ինքը հասկանա թե այն զենքը որ վերցնում է իր ձեռքին ինչպես է օգտագործել ինչի համար է անում Պարտադիր չի որ պատերազմ լինի որ մենք նոր մեր հերոսականությունը կարողանանք դրսևորել մեր հերոսականությունը պետք է դրսևորվի նոր ձևավորվող ազգային խորհրդարանում ասում եմ ազգային խորհրդարանում որտեղ բոլոր բաժինները երկրի նախարարությունները նոր պետք է ընտրվեն նաև նոր նախարարներ նոր մարդիկ այս բոլոր ժամանակի ընթացքում հարկավոր է կարգավորել որպեսզի մենք ունենանք հզոր բազա ունենանք երկիրը ղեկավարելու համար։ Տիկին Ասատրյան շարունակենք մեր զրույցը կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ ասեմ որ հեռախոսազանգեր ունենք, փորձենք նաեւ պատասխանել մեր հեռուստադիտողներին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue Հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, ես հեռախոսազանգ եմ վերցնում Տիկին Ասատրյան եւ մեր հեռուստադիտողի խնդրեմ հարցերը կարճ ձևակերպեք, որպեսզի հասցնենք հաղորդման ընթացքում պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Մարի։ Բարև ձեզ։ Ես մեր հյուրին ուզում եմ մի քանի բաներ ասեմ, ես միշտ իրան հարգում եմ, ինքը շատ հայրենասեր կին է։ Շնորհակալություն։ Ես մի բան ասեմ, որ այս խաղը չի վերջացած, այս Փաշինյանը պետք է ինքը հեռանա մեր երկրից, և այս խոսքս հիշեք, և մեր երկրում այլունը թափվելու, շուտով հավատացեք ես եմ ասացել, և Թուրքիայից աճպարարներ էին բերել, եթե աճպարար չգիտեն, ֆոկուսնիկներ էին բերել, որ այդ դոկումենտները կեղծեն, և երկրորդն էլ զինվորականներին 4
մեքենա սիմվոլ են բերում գիշերվա 12-ին, որ բաները կեղծ են, ասա, այդ թղթերը կեղծ են։ Գիտես ինչ է, մի հատ անգլերեն լավ խոսք է, ասում է goes around, comes around, ասեղը մեր շոկի մեջ չի մնում, հասկանում եք ինչ է, հետո մի հատ լավ խոսք է, ասում է լրբի օրը 40 օր է։ Լավ, հասկանալի է ձեր մոտեցումը, հասկանալի է։ Եվ ինքը պիտի պատժի այդ ազնվորությունը, ինքը սունիկնել է տվե արդեն, սունիկնել է տվե այդ Լավ, ես ստիպված եմ անջատել, որտեղ դուք երկար եք արդեն ձեր մեկնաբանությունը չենք հասնի, արդեն խնդիրը հասկանալի է։ Տիկին Ասատերյան, մարդիկ չեն հավատում այս ընտրության արդյունքներին կամ հույսով են եղել, որ այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվելու, ասում են խաղը ավարտված չէ, դուք եք այդ կարծիքին։ Ոչ մի խաղ չի մնում երկրի երեսին։ Ազգի նկատմամբ ով անարդար է, վաղ թե ուշ ազգը չի կարող համբերել։ Եթե այն բոլոր բաները, որոնք ասվեց եւ ժողովուրդը այսօր ընտրել է Փաշինյանին, հիմա արդեն այս նույն ժողովուրդը, եթե իր ասածները չկատարի, իր խոստումները չկատարի, ինչպես որ ասել է, ուրեմն այս ժողովուրդը ինքը դուրս է գալիս հենց իր դեմ։ Այն ինքը երևի չի պատկերացնում։ Ժողովուրդը չի կարող միշտ այսպես հուսավառ ասել, որ գիտես, սա այսպես է, նա այնպես է։ Ինչու՞, որտեվ նախորդներից էս 36 տարիների ընթացքում այնքան բարդ բաներ եկավ մեր ժողովրդի գլխին, որ այս ժողովուրդը չի ուզում պատերազմ, ինքը ուղղակի սարսափ է պատերազմի իր համար, որտեվ աշխարհում կորցնում է ինքը իր համար ամենաթանկը իր զավակներին, այսպես չի լինի։ Եվ այս խաղաղությունը մի տեսակ մեր հասարակության համար դարձավ այն կրեդոն, այն իմաստը, այն կարևորությունը, որը նրան ստիպեց, ժողովրդին ստիպեց, որպեսզի ինքը գոնե թեկուզ այս խաղաղ վիճակով, բայց ձեռնտու է, թե ձեռնտու չի, ասենք թուրքերը ջերմուկից ինչքան մի 120 մետր, թե 2 կիլոմետր իրար հեռավորության վրա է գտնվում, ես չգիտեմ, երեք մի հաղորդում էի դիտում, շատ նեղվեցի, ասում եմ, ջերմուկի գլխին նստած են թուրքերը, այսինքն այս ինչու եմ ես ասում, այս բոլոր բաները սիրելի հայրենակիցներ չեն մոռացում։ Ճիշտ է, անցել է Նիկոլ Փաշինյանը, անցել է նաև մյուսները, բայց հայ ժողովուրդը արդեն իր սթափությունը ամբողջովին վերականգնել է։ Եկել է հայի իմաստության, հայի գրագիտության ժամանակաշրջանը։ Դուք տեսաք այդ 17 տեխնացուները, ովքեր որ պայքարում էին, ինչքան խելացի էին։ Գիտեք, մի տեսակ ճիշտ է, ես շատ զայրացա, որ 19 անց ինչ տեխնացություններ դրել, որտեվ հայրենիքի համար ձեր նպատակը հայրենիքի հզորացումն է, դե 19 միանայիք բոլորդ իրար եւ մտածեիք երկիրը դնել ընթացքի մեջ, զարգացնել են բոլոր բաները, ինչ որ պահանջվում է Հայաստանից, ինչ որ Հայաստանին այսպես խեղճացրել է, վերջապես 100 տարի շրջափակման մեջ է գտնվում Հայաստանը եւ այլն։ Այ ասում էի, որ այդ 19-ը պետք է միավորվեն մեկ ընդհանուր կուսակցության մեջ, կամ պետք է լիներ երկու տեխնացու, մեկը իշխանական, մյուսը որպես ընդդիմություն, եւ իրենց ձայները միացնեին։ Ժողովուրդը պետք է հասունանա։ Մենք ինչպես ես չգիտեմ, այդպես էլ մյուս բոլորը հույս ունեն, որ ինչ որ ասել է Փաշինյանը, որ իր խստություններով, իր գործունեությամբ Հայաստանը ավելի պայծառ ապագա պետք է ունենա, ավելի լավ պիտի լինի մեր ժողովրդի վիճակը, եկեք այս պահին կատարվել է ընտրություն, Հայաստանը ունի վարչապետ, հիմա ում սրտով է, ում սրտով չի, մեզանից յուրաքանչյուրը ինչպես է մտածում, սա այլ խնդիր է, որտեղ ես Հայաստանը ուզում եմ հզոր տեսնել։ Ինձ համար արժեք է այն անձը, այն անհատականությունը, որը գալիս է վերջին նվիրումով Հայաստանը պաշտպանելու, որ Հայաստանի գլխով, վերևով ամպ չանցնի, ինքնաթիռ չանցնի, որ Հայաստանի սահմանները բացվեն, որ այդ թրիպ կոչվածը ծառայի Հայաստանին, ոչ թե 100 տարով այդ պետությունների, ես չգիտեմ թե ինչպիսի օգուտ կգա Հայաստանին, հասկանալի է պետք է խելացի գործել,
շատ խելացի Հայաստանի այն գրավյալ տարածքները, բարձունքները, որտեղից ափի մեջ տեսնում են Հայաստանը եւ կարող են կրակի տակ պահել, ահա այդ տարածքները պետք է ետ վերադարձվեն, այլապես խաղաղությունս ո՞րն է։ Այ ես այդ Տիկին Ասատրյան, մեր հերոստատիտողի ասածը հետևյալն է, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է, այն ինչ որ դուք հիմա երազում եք եւ ուզում եք տեսնել, չի լինելու, որտեւ իրենք Նիկոլ Փաշինյանի մեջ չեն տեսնում այն մեկին, ով իրականություն կդառնացնի հայոց պետականության շահերից բխող ծրագրեր, ասում է նպատակներ։ աչքը տեսածից կվախենա, կապրեն կտեսնենք։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հերոստատիտողների երկար ժամանակ չենք Այո, շփվել։ Լսում ենք, ձեզ դուք եթերում եք։ Արժեստիկին Մարի, արժեստիկին Ասատրյան, ողջունում հրավերական դելից ուրախանձ շաբաթ տեսան։ Շնորհակալ ես։ Եթերում Տիկին Ասատրյան, դուք բավական լավատես արտահայտեցիք, միջև հաստատալը ես մի փոքր ասեմ ինչն է իրավիճակը ազգային ժողովում, դուք գիտեք թվերը արդեն ավելի վատ է ԿՊ-ի վիճակը հիմա, քան նախկին ազգային ժողովում, ԿՊ-ն ունի 64 ձայն առայժմ, չունի այլևս համանական մեծամասնություն, ռուսամետ ուժերը, այդ ուժը Հայաստանի եւ Քոչարյանականները ավելի շատ ձայներ ունեն, մենք ունենք 41 ձայն, եթե Ծառուկյանը հանկարծ անցնի, ԿՊ-ի թվերը իջնում են 61-ի, հիմա ռուսամետները շատ ավելի ձայներ ունեն եւ ավելի կիսված է ազգային ժողովը, եւ եթե թվերին եք նայում քվեարկողների 500-600 հազար քվեարկել են ռուսամետ ուժերին Հայաստանից, հայ ժողովուրդը։ Ձեր կարծիքով ինչն է պատճառը, որ Պուտինը, ռուսամետները դեռ ունեն այդքան վարկ հայ ժողովրդի շրջանում, իհարկե Փաշինյանը ունի իր մեղքի բաժինը, ձեր կարծիքով հայոց մտավորականությունը եւ նաեւ մեդիաները, այդ թվում նաեւ ՏԱՊԱ-ը ունի արդյոք իր պատասխանատվության բաժինը, երբեմն հակարևմտյան նարատիվներ, ռուսական նարատիվներ տարածելու առումով։ Ես նշեմ, օրինակ ես շատ եմ հարգում, այսօր դուք կարծեք հավասարություն դրեցիք Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որ բոլորն են գործակալները ոստում Հայաստանում եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի, այնդեպքում եւ Արևմուտքը 22 թվականից ջերմքից հետո փրկում է մեր անկախությունը։ Ես նաեւ ամենանհարգանքով նկատել եմ ձեր մոտ որոշ ռուսական նարատիվներ, այն որ Բրիտանիան է ամեն ինչում մեղավոր, ձեր կարծիքով մտավորականությունը եւ մեր մեդիաները ունեն պատասխանատվություն, որ ռուսամետները այսքան ավելի շատ ձայներ արձանագրեցին այս ընտրություններում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե ձեր որոշ բաներ ասեցիք, որոնց ես դեմ եմ, կան բաներ, որտեղ Ռուսաստանում 2 միլիոն ու կես մենք մեր հայրենակիցներ ունենք, ինչպես նաև Ամերիկայում, եւ շատ հարցեր կա, որ երբեմն ես իմ լեզուն մի տեսակ զսպում եմ, որպեսզի շատ ավելին չասեմ, բայց ավելին ասելու շատ բաներ կա, այո, եւ մեդիան են մեղավոր, որովհետեւ բոլորը կուսակցականացված են, բոլորը ստանում են համապատասխան գումարներ, հրահանգներ, եւ Ռուսաստանը շատ այդ ուժերի հնարավորություններն էր այո, եւ այնպես որ իհարկե այդ գործոնը կա, մտավորականությունը նույնպես բաժանված է տարբեր մասերի, որտեղ շերտավորված է Հայաստանը, շերտավորված եթե 19 անձնավորություն իր տեխնացությունն է դնում, դուք պատկերացնում եք Հայաստանը այս փոքրիկ 2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը քվեարկության իհարկե մասնակցող, նրանք բոլորը տարբեր կուսակցությունների մեջ են, այսինքն ամեն մեկը ունի իր հրահանգները, իր անելիքները։ Սա է պատճառը, որ Հայաստանում մենք չենք կարողանում մենք միավորել այն ազգային ուժերը, այն հզոր ուժերը, որոնք կարող են նպաստել, որոնք կարող են ամեն ինչ անել երկրի հանուն երկրի Հայաստանի հզորության ու զարգացման։ Ինչ վերաբերում է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ինձ համար շատ կարեւոր է իմ հայրենիքը։ Ես ուզում եմ, որ Հայաստանը տեր չորոնի, որ Հայաստանը ինքը իր ներսում ինքը զարգանա, հզորանա եւ հարաբերվի եւ Արևմուտքի հետ, եւ Ռուսաստանի հետ եւ աշխարհի բոլոր պետությունների հետ, ովքեր որ կփորձեն մտնել Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծել, հավասարի իրավունքով կարողանա։ Որքան որ Հայաստանը երբ պատմության ընթացքում դուք լավ, ես գիտեմ ձեզ ճանաչում եմ, լավ մասնակից եք, շատ լավ է որ այդպես է, որքան Հայաստանը
որևէ երկրի, որևէ պետության ենթակայության մեջ է եղել, մենք տանուլ ենք տվել։ Ուրեմն իմ ամբողջ ցանկությունը այս աշխարհում այն է, որ ես իմ երկիրը հզոր տեսնեմ, ոչ Ռուսաստան, ոչ Արևմուտք, թող քաղաքականությունը վարվի այսպես բալասավորված լինի քաղաքականությունը բոլոր պետությունների, բոլոր երկրների հետ մանավանդ Եվրամիությունը եկան Հայաստան, Հայաստանը երբևիցե այսպիսի մեծ ճանաչում չէր ունեցել եւ վերջապես Ամերիկայի օգնության ձեռքը ընտրություններից առաջ Ռուբիոյի այցը Հայաստան, այս շատ խնդիրներ կա, որոնք Ռուսաստանին շատ արագությամբ կողմնորոշեցին, ինչպես անի, որ Հայաստանը հանկարծ արևմտյան շեղում չունենա, իր ձեռքից դուրս գա։ Ռուսաստանը, տեսեք, Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունները այդպես ջերմ չի, դադարեցրեց։ Վրաստանը մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, Հայաստանն է մնացել Ռուսաստանի համար որպես Կովկասը ունենալու ենթաշերտ, ասեմ։ Եվ հիմա նա ամեն ինչ արեց, նույնիսկ այն աստիճանի, որ Ռուսաստանից հազարներով եկան եւ ասում են, որ գումարներ են տվել, ես չգիտեմ դա այդպես է թե ոչ, բայց եկան, քվեարկեցին իրենց Ռուսաստանի տեխնացուի օգտին։ Հիմա այստեղ խնդիրն այն է, թե այդ անձինք, որոնք կրում են հայկական ազգանուններ, կմտածելու են Հայաստանի վաղվա օրվա մասին։ Ինչպես են վարելու խորհրդարանում իրենց գործունեությունը Ռուսաստանի հրահանգներով, թե իրենք Հայաստանը կհզորացնեն։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը կախյալ դրության մեջ լինի աշխարհի ցանկացած երկրից։ Նա պետք է հզորանա այնքան, որ թելադրի։ Չմտածեք, թե Հայաստանը փոքր է, ժողովուրդն էլ քիչ է, այդպես չի։ Հայաստանում կան ուղեղներ շատ բարձր մակարդակի, որ եթե ուզենան, եթե նրանց տրվի հնարավորություն, այ ուզենան պետություն կառուցել, պետությունը կառուցում են անհատների միջոցով, նրանց հզորության, նրանց տված արդյունքներով, ունեն գիտնականներ, որոնց ստեղծած գյուտերը այսօր կարող են ծառայել ամբողջ աշխարհին եւ Հայաստանին ճանաչել տալ։ Հայաստանը պետք է իր, տեսեք, արհեստական բանականության համար բերում են այստեղ բաներ են կառուցում, որտեղ Հայաստանում կան ուղեղներ, բնատուր ուղեղներ, որ օգտակար է ամբողջ աշխարհի համար։ Ես դրա համար եմ ասում, չմտածեք, թե որ ինձ համար Հայաստանը եղել եւ մնում է միակ այն երևույթը, այն թանկը, այն անբացատրելին, այն անհամեմատելին, որի համար ամբողջ իմ կյանքում պայքարել եմ, գրել, ելույթներ ունեցել, որպեսզի Հայաստանը հզորացնենք, չբաժանվենք հազար մասերի, սա իմ խնդիրը։ Հարգելի հայրենակիցներ, նոյատապանը կրկին եթերում է։ Տիկին Ասատրյան, ամփոփենք Այո, ուրեմն նոր քիչ առաջվա մեր ընկերոջ այսպես սիրտը չկոտրելու համար ես ուզում եմ մի բան ասել։ Օրինակ ժամանակին Վուդրո Վիլսոնը խոսելով հայերի մասին այդ հրաշալի անձնավորությունը ասել է. «Պահպանենք Հայաստանը, դարձնենք անվախ, այնպես անենք, որ նա երբեք գաղութ չդառնա»։ Տեսնում եք, այսպիսի մենք մարդիկ ունենք, հզորներ ունենք աշխարհի, նոբելյան մրցանակակիր, որ գաղութ չլինենք, եւ արևմուտքը ամեն կերպ աշխատել է ի հակառակը Ռուսաստանի, աշխատել է որպեսզի Հայաստանը իր անկախությունը ունենա։ Կարծում եմ այսքան ձեզ բավարար է։ Տիկին Ասատրյան, տեսեք, հիմա հնարվում է վերցնել մանդատները, թե չվերցնել։ Ընդդիմության ընտրողը ընդդիմությանը պահանջում է մանդատները վայր դնել, քանի որ իրենք պատկերացնում էին իրենց ընտրողներին ավելի շատ իշխանություն, քան թե Փաշինյանի ընդդիմություն։ Հիմա վերահաշվարկ է պահանջում, օրինակ Հայաստան դաշինքը պահանջում է ձայների վերահաշվարկ, Բարգավաճը Հայաստանի հետ կապված է, երեկվանից մենք տեսնում ենք, որ ձայները փոփոխվում են, փաստորեն 120 ձայն, մի խոսքով խոսվում է Նիկոլ Փաշինյանին միանալու Բարգավաճի այս խնդիրն է քննարկվում։ Ամեն դեպքում, ուրեմն ես խնդրում եմ ձեզ, ետ խորհրդարանական այս աժիոտաժը վերացրեք։ Հայաստանը ժամանակ չունի։ Հայաստանը շրջապատված է պետություններով, որոնք վայրկյան առաջ Հայաստանի չգոյությունն են երազում, ոչ թե նրա հզորությունը։ Մտածեք այս մասին։ Իսրայելը էլի
հարվածում է Իրանին, Իրանը Իսրայելին, այսինքն պատերազմը մեր արժև է, մեր կողքին է։ Հայաստանը մի կերպ պահպանվեց, պատերազմից հեռու պահվեց։ Վերջ տվեք այս իրարանցմանը, այս ազգակերությանը, այս իրար հետևից ընկնելուն։ Մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, մեր ամբողջ նպատակը էս մի բուռ Հայաստանը չի։ Դուք, չգիտեմ, ազգային արժանապատվություն ասածը ձեր մեջ կա, գործում է, թե ոչ։ Մի անգամ մտածեք ազգի արժանապատվության մասին, որքան կարող է այս ազգը ճամբրուկները կապել եւ լքել Հայաստանի պատերազմի միջոցով, որքան կարող է երկու տղա երեխա ունեցող հայ ազգը պատերազմից վախենալով այդ փոքրիկ երեխաներին գրգած հայրենիքը լքել, գնալ Ռուսաստանի, աստված գիտի, որ գյուղերում ապրել, որ վերջում էլ փողը տան ասեն գնա, այս ինչ հարց է, այսպես արա։ Կոտրել այդ մարդու էությունը, նրա ինքնությունը, ինքնուրույնությունը, չէ՞ որ երբ որ մարդին կաշառք ես տալիս, դու նրան զրկում ես իր տեսակից, եկեք հələ մի փոքր ավելի ազնիվ լինենք։ Սա փոխարեն, հարգելի Մարի, ես առաջարկում եմ, որ առաջիկա ազգային ժողովը խնդիրներ մշակի, որպեսզի ետկանչի օրենք ընդունեն, ետկանչի օրենք, նա ով ինչ խոստացել է, որ պիտի անի հայրենիքի համար, ինչ խոստացել է, որ պետք է անի Հայաստանի համար, ինչպիսի վերափոխումներ եւ այլն, ու չի իրականացնում, ուրեմն ետկանչի օրենք ստեղծվի։ Եվ մյուսը այդ փաստաթուղթը, որը նրանց զրկում է պատժի իրավունքից, դա ինչպես է անձեռնմխելիության օրենքը անպայման վերացնել։ Տեսնեմ, քանի հոգի կուզենան խորհրդարան մտնել եւ պաշտոն տալ նրանց, ովքեր փորձված են, ովքեր իրենց անցյալի մեջ չունեն այնպիսի արատավոր հետքեր, մարդկանց հետ վերաբերմունք, սպանություններ, թալան, կոտորած, չգիտեմ, հազար մի բաներ, մի հատ ձեր անցյալը նայեք, էլի չի կարելի, նայեք տեսեք ինչեր եք արել, մի քիչ հանգստացեք, մտնում եք խորհրդարանը, բարով գաք ու ծառայեք հայրենիքին, ձեզ ովքեր որ ծառայում են հայոց պետականությանը, կոչում են ժողովրդի ծառաներ, մեկ անգամ ձեզ զգացեք ժողովրդի ծառաների կարգավիճակում, բավական եղավ այս ժողովրդին գցել աշխարհի դռները, բավական եղավ հիասթափեցնել Հայաստանից, Հայաստանի մասին վատ խոսքերով ու հազար մի բանով, Հայաստանի նման չկնաղ երկիր չկա, եւ այս ժողովուրդն էլ հրաշալի ազգ է, ում է ընտրել, ինչ է արել, ինչպես է արել, այս բոլորը եկեք մի կողմ թողնենք, ձևավորվում է ազգային խորհրդարանը, գնացեք, ձևավորեք, ձեզ կպահեք կարգին վիճակում, այն ժամանակ մարդիկ կտեսնեն եւ պահանջարկ կունենաք դուք այս կամ այն աթոռին նստելու, ժողովրդի պահանջարկով դուք կնստեք, կբարձրացնեք այդ խնդիրները, մենք բոլորս կտեսնենք, ես պարտավորվում եմ պաշտպանել այն անձանց, ովքեր որ այսպես դժվարությամբ եկան խորհրդարան ու հանկարծ նրանց նկատմամբ անարդար վերաբերմունք լինի, այն ժամանակ այնտեղ կվերկենամ ու կասեն, բա չեք ամաչում, եկել հավաքվել եք իրար գլխի, ինչ եք անում, ինչ է, գնաք էլի շշեր շպրտեք իրար վրա, դու իսկան ձայն ես հավաքեն, այնքանն է հավաքել, լավ, անհարմար չեք զգում, թողեք այս ժողովուրդը մի քիչ կիրթ ապրի, էլի, կիրթ, այս սերունդը մի քիչ կիրթ միջավայրում մեծանա, անհարմար է։ Տիկին Ասատերյան, դեռ ազգային ժողով չհասած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսինչ մարդիկ պետք է լինեն բանտում։ Բայց չէ՞ որ այդ մարդկանց հետ շփվելու է փաստորեն նույն ազգային ժողովում այդ մարդկանց ներկայացուցիչների հետ։ Չի ստացվում, որ նորից լսելու ենք, այ քո տերը սա էր, գնա քո տիրոջը հարցրու, Վահագն Ալեքսանյանը դուրս չի գալու ասի, այ ձեր տիրոջ գումարները, մի խոսքով, նույն դեմքերն են, նույն իրավիճակը, ինչ պետք է փոխվի։ Այստեղ ուժեղ Հայաստանի գործոնն է, ուժեղ Հայաստանի փաստորեն ուժեղ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք տարբեր թևերից են հավաքվել ուժեղ Հայաստանում։ Ինչն է փոխվելու, ինչը պետք է կարգի բերի ազգային ժողովին, որ տեսեք դուք մի լավ արտահայտություն արեցիք, աստվածային վայր դարձրեք ազգային ժողովը եւ պետության հարցերը քննարկեք։ Ինչպես կարող են այդ մարդիկ աստվածային վայր դարձնել այդ տարածքը, այդ դահլիճը 18 թվականին, երբ որ Թավշյա հեղափոխություն էր իրականանում Հայաստանում, այդ ժամանակ նույնպես այդ խոսքերը հնչեցին, որ էսա եւ ժողովուրդը այնիշ որ տեսել էր իր անցյալում, իր ապրումների մեջ, այն կորուստները որ կրել էր տարբեր մարդկանց պատճառներով եւ ժողովուրդը դրան հավատաց, չէ, ինչին հավատաց ժողովուրդը։ Հիմա Փաշինյանն է, իրեն ով գիտի, այնտեղ դրել էին ինչ որ բաներ էին ասում, 1000 ու մի զայրույթից մի բան ասել է։ Այդքան մի բան արեք, մի այդպես ոչ մի բան էլ չի լինի, պետք է դրա համար եմ ասում, ես սիրենել եմ կոչում, որ պարոն վարչապետ, ես ձեզ եմ դիմում,
իհարկե այս մեծ դժվարությամբ իրականություն դարձավ այս ամենը, անհրաժեշտ է որպեսզի երկրի առաջնորդը սովորաբար երկրի համար ոչ միայն ղեկավար է, այլև հայր է, ծնող, եղբայր, հարազատ, ամենահարազատը։ Դուք ձեր վարքով, ձեր օրինակով, ձեր բարի խոսքով, ձեր կառուցողական կերպարով, ձեր կամեցողությամբ եւ այլն պետք է կարողանաք համախմբել, ձեր շուրջը համախմբել այս հզորներին, որ մտնում են ազգային ժողով, հզորներին եմ ասում, այո, դուք նրանցից օգտվելու շատ բան ունեք, այս երկիրը պետք է կառուցվի օտար պետություններից խնդրելու փոխարեն դուք իրենց դիմեք, իրենք կարող են օգնել եւ անել այն, որը հետագայում ձեզ իրավունք կտա որպես ազգի, որպես ժողովրդի, դուք ձեր ձեռքով ձեր հայրենիքը կառուցեք, ոչ թե ուրիշներից խնդրեք, եկնեք պարտքի տակ եւ մնաք հետագայում գաղութային վիճակների մեջ։ Ուրեմն գտնում եմ, որ այս ընտրությունները երկու կողմի համար էլ դաս եղան, երկու կողմի համար։ Ուրեմն վարչապետը իր հերթին պետք է տեսնի, թե ինչն էր, որ իր դեմ հանել էր ժողովրդին։ Այդ ինչու էին իր մասին այդպես խոսում։ Պատճառը ո՞րն է։ Կա անհնարին բան, որ դրանք վերացվի, չկա։ Ուրեմն ինքը պետք է դա վերացնի։ Իսկ մյուս կողմն էլ, որին այդքան քիչ ձայներ տրվեցին, որ իրենց այդպես վիրավորված են, որ այդ ձայները քիչ են ստացել եւ այլն, նրանք էլ պետք է տեսնեն, այդ ինչպես եղավ, որ երրորդ անգամ Փաշինյանը նորից ընտրվեց։ Ինչպես եղավ։ Այսինքն ինչ է, ասում են իշխանազավթուն է, կեղծել են։ Եկեք թողնենք մի կողմ, որքան էլ իշխանազավթում լինի, հայ ժողովուրդը շատ իմաստուն ազգ է։ Նա իր գենի մեջ միշտ շատ զգուշորեն է նայում կատարվող բոլոր երևույթներին։ Ինչ ուզում ես արա, ինչպեսի կռիվ ուզում ես տար, ինքը կանի այն, ինչը որ իր գենի մեջ ինքը ճիշտ է համարում։ Եկեք ուրեմն նաև այդպես մտածենք։ Հիմա մանդատները պետք է վայր դնել, թե մանդատները վերցնել ու գնալ ազգային ժողով։ Դուք փաստորեն կոչ եք անում գնալ ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եք օգտագործել հզորների հնարավորությունները, հզորներին առաջարկում եք ընդունել Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ ընտրված լինելը։ Սա մեր հայրենիքն է։ Սա Տիկին Ասատրյան, Ինչ անենք, ներողություն, քաղաքացիական կռիվներ բռնկվել Հայաստանում։ Հայաստանում։ Մեր հերոստատիտողն ասում է արյուն է թափվել, այսինքն մենք իրար Չի մեջ արդեն թափվելու։ այնքան գազան Իրավունք չունեք, օգտագործեք այդ արյունը, պատերազմի դաշտում պետք է թափվեր եւ Արցախը չանձնվեր։ Եթե չթափվեց, ու այսօր հավաքվել ենք իրար գլխի եւ ասում եմ, ափսոս, հազար ափսոս, Արցախի կորուստը մեր թիկունքից, բայց այդպես ստացվեց։ Հիմա ուրեմն պետք է բարձր գիտակցություն ունենալ եւ այնպես անել, որ Արցախի ժողովրդին չթշնամացնել դեսի հայաստանյան ժողովրդի հետ չթշնամացնել, որտեղ այդ տարբերությունները դնել դա ահավոր է, չի կարելի, մենք մեկ ազգ ենք, մեկ ազգ, մեկ ժողովուրդ, վերջապես պիտի հասկանանք, որ մեր պայքարը մեր անվտանգության համար է։ Ինչ եք ուզում։ Ուզում եք, որ ես վերջի ճշմարտությունն ասեմ, Հայաստանը ուզում են առանց հայերի, հասկացեք, առանց հայերի, Հայաստանը իրանց պետք չի, որ Հայաստանը այսպես կդնեն այնպիսի պայմաններ կստեղծեն, որ բոլորը վաղ միսօրը Ընդդիմությունը համոզված է, որ հենց այդ թեզին կընդառաջի Նիկոլ Փաշինյանը։ Չի ընդառաջի։ Վստահ եք։ Եկեք, գիտեք ինչ, բա ինչու եք գալիս ազգային ժողով։ Եթե դուք պիտի գաք ու նման բաներ լինի, ինչ որ կատարվի Հայաստանում, դուք արդեն միացյալ կերպով բոլորը պետք է դնեք քվեարկության, քննարկման եւ որոշեք գնալ այդ քայլին թե ոչ։ Եթե դուք այդ քայլին գնաք, ոչ ոք ոչ մի քայլ չի կարող անել։ Հիմա օրենքները, որ ընդունում եք, այդ օրենքները դուք էլ եք մասնակից։ Հետո չասեք, թե իրենք իշխանություն էին, իրենք արեցին, իրենք չեն կարող անել առանց ձեզ։ Տիկին Ասատրյան, ինչ պետք է անել, դահլիճը չպետք է լքել, այն ինչ որ մենք տեսել ենք նախկին ազգային ժողովը միշտ դատարկ, այո, շշել չպետք է շփրտել իրար վրա, չպետք է հայվել, իրար ծեծել, այլ պետք է նստել, գիտակից ձևով առաջարկել։ Այ եթե մենք այս քայլն անենք, Հայաստանի սա է սպասում։ Հայաստանը այսպիսի վիճակում կլինի, հետո կարող ենք մենք շտկել, չենք կարող։ Դե եթե չեք կարող, ուրեմն բերեք միացյալ կերպով հանուն Հայաստանի, Հայաստանի Հանրապետության։ Որքան կարող է Հայաստանը խեղճանալ։ առանց որևէ մեկի շահերը սպասարկելու։ Այո, առանց որևէ պետության շահերի սպասարկելու։ Հայաստանը իր համար պետք է պայքարի։ Վերջապես այս պատերազմը այսքան անցել է, չէ՞։
ինչ որ մենք տանուլ տվեցինք արդեն։ Հիմա էլ բավական է որ Ալիևը պարտադրի մեզ։ Տեսեք, ես ինչու եմ այսպես զայրացած, որտեղ այսօր առավոտ ես ադրբեջանական լրատվություն նայեցի, ասացին, որ այս իշխանության փոփոխությունը կատարվել է Ալիևի պահանջները իրականացնելու նպատակով։ Բայց չես զայրանա, ես որ այսքան պայքար ունեմ, Աստված գիտի ինչեր, ինչի համար պետք է այդպիսի խոսակցություն գնա։ Հայաստանը ժամանակն է եկել, Հայաստանի երիտասարդությունը այրերը ապացուցեցին, որ իրենք կայուն են, ամուր են, որ իրենք կարող են որոշակի բաների հասնել եւ այդ այրերը չպետք է նահանջեն, նրանք որ այս ընտրությունների ժամանակ չանցան, տարիները գուցե շատ կարճ կլինեն, գուցե շատ երկար, ես չգիտեմ, նրանք պետք է ուժ հավաքեն իրենց մեջ եւ պատրաստվեն առաջիկա նաեւ բաներին դիմադրելու համար եւ Հայաստանը պահելու համար։ Այս մարտիկ, այս 19 անձինք կարող են Հայաստանը պահել, բավականին հզոր տղաներ էին, հզոր են նաև են մյուսները, օրինակ եվրոպական մեր հաղորդումը ավարտում է Տիկին Ասատրյան։ Սա ասում եմ ու վերջացնում եմ, օրինակ եվրոպական թեկում ունեցող այդ տղաները նրանք չանցան շատերը իրենց թեկնածությունները հանեցին, չմասնակցեցին այս ընտրություններին, որտեղ տեսնում էին վաղը ինչա կատարվելու։ Միացյալ հզոր Հայաստան է մեզ պետք։ Շնորհակալություն Տիկին Ասատրյան, հարգելի հայրենակիցներ, գովազդով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։